Դե նախ ասեմ դες, որ սա ստեյության ոչ թե իրավական պրոցես է, այլ քաղաքական ռեպրեսիա, ընդ որում շատ թիրախային, որովհետև մենք նախատեսել էինք այս կիրակի օրը Արտաշատում բացել ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի գրասենյակ։ Եվ իրենք դրա մասին իմացել են, որովհետև պաշտոնապես դիմվել է քաղաքապետարան, նաև հավաքի թույլտվություն ստանալու նպատակով, եւ անմիջապես դրան նախահաջորդում է այս ռեպրեսիվ գործողությունները հենց Արտաշատի գրասենյակի աշխատողների նկատմամբ։ Ընդ որում իրավական բաղադրիչ այնտեղ չկա, որովհետև եթե մարդկանց մեղադրում են, որ նրանք կարող է շահագրգռեն ընտրողներին, որպեսզի նրանք կողմնորոշվեն ընտրություն կատարելու հարցում, հարց առաջանում։ Եթե այսօր դեռ ապրիլի 15-ն է, եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից բացի ուրիշ ոչ մի կուսակցություն կամ դաշին կենտրոնական ընտրական հանրաժողով նույնիսկ հայտ չի ներկայացրել։ Այսօր կողմնորոշված ընտրողը ում պիտի ընտրի, եթե ՔՊ-ից բացի դեռևս ուրիշ կուսակցություն, ուրեմն դա միայն պիտի ՔՊ-ին ընտրեր։ Այդ դեպքում չեն մեր ներկայացուցիչները այստեղ։ Իսկ ակնհայտ է, չէ՞, որ սա տրամաբանություն, այստեղ գոյություն չունի։ Եվ ինչի կանանց ասում եք, որովհետև որպես կանոն տղամարդիկ արդեն ինչ-որ ձևով սովոր են այս իրավական պրոցեսներին, չէ՞, տարբեր հանրահավաքների կարող են մասնակցել են, արդեն գիտեն, ինչ պիտի անեն, կանայք ավելի նուրբ, ավելի զգայուն, կամ կանանց նկատմամբ ներազդեցություն ավելի հեշտ է, չէ՞, ասենք օրինակ ես էլ եմ պատկերացնում, էլի, ենթադրենք մանկահասակ երեխա ունեցող մայրը, երբ որ իր ընտանիքից, իր երեխուց մի քանի ժամ էլ կտրվում է, մտածում է ինչ անի, եթե հասնի, չէ՞, ինքը կարող է նույնիսկ ամեն ինչի ասի տվեք ինչ թուղթ ուզում եք, տվեք ես ստորագրեմ, եթե հասնեմ իմ երեխուն։ Իսկ իրանք դեպքում արդեն կստանան այն ինչ որ իրանց ցանկալի է հետագա գործընթացների իմաստով։ Ես կարծում եմ դա պատճառը, որ հիմնականում կանայք են թիրախավորվում, բայց այդտեղ կանայք թիրախավորվում են, բայց հենց մենք բերեք հիշենք, որ մեր երկրում ներքին գործերի նախարարը կին է, գլխավոր դատախազը կին է, արդարադատության նախարարը կին է, մարդու իրավունքների պաշտպանը կին է։ Նրանք իրավաբանի որակավորում ունեն։ Ինձ օրինակ հետաքրքիր է, էլի, որ այս լրատվությունը, որ իրանք լսում են, թե ինչի համար են այս կանայք եկել այստեղ, ինչի համար է քրեական գործը, որպես պրոֆեսիոնալներ, որպես իրավաբաններ, ասեք, իրանք մտածում են, որ այս մարդիկ հանցանք են գործում, պիտի պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն։ Վերջում մենք միամիտ չենք, չէ՞, որ հասը, ասեք, այս ամբողջ երկրի բոլոր քաղաքական կուսակցություններից, ուժերից եկեք կպել են Սամվել Կարապետյան, Սամվել Կարապետյանի աջակիցներ, Սամվել Կարապետյանի գրասենյակի աշխատակիցներ, կողմնակիցներ, առավոտից ցիրիկուն։ Բայց դե պրիմիտիվ են, էլ իրանք չեն հասկանում, որ նման գործողություններով հիմա ասենք հիմա մեր համար ինչ տարբերություն ունի, գիշերվա որ ժամն է, շաբաթվա որ օրն է, հեսա մենք պիտի գնանք տուն, վաղ, իսկ կեսօրին նորից գանք ստեղ, ասենք դառել է հակակոռուպցիոն դատարանը ուժեղ Հայաստանի գրասենյակ։ Պլյուս մենք սաղ որ արդեն մեր աշխատանքի վայր տեղափոխվել այստեղ, բայց մենք աշխատում ենք, ստից էլ կարանք աշխատենք, մեր համար մեր ուժը մեր մտքի մեջ է, հասկանում եք, իմ միտքը ուր էլ որ տանեն, դա դրանից բան չի փոխվում, փորձեն կալանել էլի բան չի փոխվելու, դրա համար ես մեր թիմակիցներին հորդորում եմ, որ իրանք ոնց որ ի սկզբանե են վերցրել առաքելությունը ուժեղ մնան, սա հատուկ արվում նաև փորձելով ներազդել մյուսների վրա, բայց իրանք հաջողություն չեն ունենալու, իսկ հաջողությունը մեր է տալու, իսկ մեր հաջողությունը դա դառնալու է մեր ժողովրդի հաջողությունը։ Եվ վաղվա մասով ինչ կասեք։ Դե Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։